Հայօգնության ֆոնդի նախաձեռնությամբ հոկտեմբերի 12-ին Իջևան համայնքի 12 միջնակարգ եւ ավագ դպրոցների, ինչպես նաեւ Տավուշի Պատրիկ Տևեջյանի անվան քոլեջի սաների մասնակցությամբ անցկացվեց միջկրթօջախային սպորտային մրցաշար։ Մրցաշարը նվիրված էր Մարտիգյան ընտանիքին, որի գործունեությունը կարևոր ներդրում է ունեցել Տավուշի մարզի կրթության եւ սոցիալական կյանքի զարգացման գործում։ Մարտիգյան մրցումները կազմակերպել է Հայօգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղը, այն կազմակերպել ենք ի պատիվ Մարտիկյան ընտանիքի Էդվարդ եւ Ժանետ Մարտիկյանների, ովքեր որ այս տարածաշրջանում 14 տարի է տարբեր ծրագրեր են իրականացնում եւ ներդրել են միլիոնավոր դոլարներ։ Մրցաշարը անց է կացվում, 3 մենք անցկացրեցինք նոյեմբերյանի տարածաշրջանում, մասնակցում էին բոլոր հանրակրթական դպրոցների 10-ից 12-րդ դասարանցիները, այսօր Իջևանի տարածաշրջանի բոլոր դպրոցները, բոլոր նրանք, ովքեր ցանկություն են հայտնել մասնակցելու այս մրցաշարին։ Աշակերտներն իրենց ուժերը փորձեցին 6 մարզաձևում՝ հեռացածք տեղից, վազք 60 մետր, սեղմումներ մարմնամարզական նստարանից, ձգումներ պտտաձողից, կշռաքարի բարձրացում եւ ձգումներ պրես նստատեղից։ Եկել եմ այս մրցույթին մասնակցելու հաղթանակի նպատակով, մասնակցելու եմ վազք սպորտաձևով, նաև վերջերս մասնակցել եմ Հայաստանի Հանրապետության վարչապետի Գավաթ հեծանվավազքին եւ գրավել ենք պատվավոր 3-րդ հորիզոնականը եւ այս մրցույթից հույսեր ունենք եւ ակնկալիք ունենք, որ կհաղթենք։ Թիմային հաշվարկով առաջին տեղը զբաղեցրեց Ազատամուտի միջնակարգ դպրոցը, երկրորդ տեղը Սևքարի միջնակարգ դպրոցը, իսկ երրորդ տեղը բաժին հասավ Իջևանի ավագ դպրոցին եւ Պատրիկ Տևեջյանի անվան քոլեջին։ Այսօր բոլորս հավաքվել ենք Գանձակարի միջնակարգ դպրոցում, որպեսզի անցկացվի Մարտիկյան սպորտային խաղերը։ Խաղերի կազմակերպման համար ուզում ենք շնորհակալություն հայտնել նաեւ Հովի Հայաստանի մասնաճյուղի գրասենյակին։ Այս բոլորը նպաստում է երիտասարդ սերնդի ֆիզիկական դաստիարակությանը։ Լավագույն 3 տեղերը զբաղեցրած աշակերտները պարգևատրվել են մեդալներով, պատվոգրերով, նվերներով, մրցավարները շնորհակալագրերով եւ նվերներով։ Մարտիգյան սպորտային խաղերը Իջևան համայնքում անցկացվում են արդեն ավանդական ձևաչափով, եւ դրանց նպատակն է խթանել առողջ ապրելակերպը, ձևավորել արդար մրցակցային մթնոլորտ դպրոցականների միջև, ինչպես նաեւ ամրապնդել ընկերությունը եւ թիմային համագործակցությունը երիտասարդների շրջանում։